Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25-ից 50% հասցնելու մտադրության մասին Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին տեղի է ունեցել Միացյալ Նահանգների առևտրի նախարարի եւ Օնտարիո նահանգի ղեկավարի հեռախոսազրույցը։ Քննարկվել են տնտեսական գործակցության հարցեր։ Նախարար Հովարդ Լութնիկը համաձայնել է մարտի 13-ին Վաշինգտոնում հանդիպել Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդի հետ, քննարկելու Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Կանադա ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումը։ Դրա դիմաց Օնտարիոն կչեղարկի Միացյալ Նահանգներ էլեկտրաէներգիայի արտահանման համար 25%-ի մաքսատուրքը։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերանայի Կանադայից պողպատի եւ ալյումինի համար 50%-ի մաքսատուրք սահմանելու որոշումը։ Եվրամիությունից պողպատի եւ ալյումինի ներկրման համար ամերիկյան 25%-ի մաքսատուրքերին ի պատասխան Եվրահանձնաժողովը արագ եւ համաչափ հակաքայլեր է ձեռնարկում, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրք է սահմանում, Եվրամիությունն էլ պատասխանում է 26 միլիարդ եվրոյի մաքսատուրքով։ Որոշումը վերջնականապես ուժի մեջ կմտնի ապրիլի 13-ից։ Եվրոպական մաքսատուրքերը կտարածվեն Միացյալ Նահանգներից արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների վրա։ Բացի այդ, Եվրամիությունը կվերականգնի 2018 եւ 2020 թվականներին սահմանված մաքսատուրքերը։ Այս հարկերը վնասում են բիզնեսը, վատ են սպառողների համար, առաջ է գալիս աշխատատեղերի հարցը, գները կբարձրանան եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, մտահոգություն է հայտնել Լայենը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Եվրամիությանը Միացյալ Նահանգներին խաբելու եւ համբերությունը չարաշահելու համար։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Հայաստանը մարտի 16-ից սկսած իրավունք է ստանում ձուկ ձկնամթերք արտահանել նաև եվրոպական շուկա, պայմանով, որ արտահանման գնացող տնտեսվարողները պետք է ապահովեն կենդանական ծագման սննդի նկատմամբ Եվրամիությունում գործող խիստ պահանջները։ Նաև պարտադիր գրանցված լինեն տեղի առևտրի վերահսկման ու փորձագիտական թրեյսիս առցանց համակարգում։ Այս թույլտվությունը երկիրը ստանում է 8 տարի տևած բանակցություններից հետո։ Եվրոպան 27 պետությունում մոտ 450 միլիոն վճարունակ սպառող ունեցող մեծ շուկա է, ընդ որում սեփական արտադրանքից բացի Ձկնամթերքի միջազգային առաջարկի 35%-ն իրենք են ներմուծում։ Մենք ունենք Եվրոպական միությունում access to markets, մուտք շուկաներ, դա մի հարթակ է, որը հասանելի է յուրաքանչյուր տնտեսվարողի համար, եւ այնտեղ մուտք գործելուց կարող է իմանալ եւ ներմուծման պահանջները, ինչ սերտիֆիկատ է անհրաժեշտ, ինչ մաքսատուրք է, ներառյալ, քանի որ Եվրոպական միությունում միասնական չի հարկային քաղաքականությունը, կարա իմանա շահութահարկը ինչքան է, ավելացված արժեքի հարկը ինչքան է, որպեսզի կարողանա բանակցել համապատասխան գին։ Տարվա կտրվածքով Հայաստանից արտահանվող միջինը 15,000 տոննա ձկան հիմնական մասն առայժմ ռուսական շուկա է գնում։ Նոր հնարավորությունից օգտվելու որոշ ծավալներ դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու համար բիզնեսին լուրջ մարքեթինգ ու ադապտացիոն ժամանակ է պետք։ 10 տարի է տևել, որ Ռուսաստանում առևտրային կայուն կապեր հաստատեն, ասել է Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավարը։ Պետական մասի մասնաբաժին աշխատանքի կատարել է, հիմա արդեն տնտեսվարողները պետք է իրենց արտադրությունը համապատասխանեցնեն Եվրոպական միության կողմից սահմանված չափորոշիչներին, որ կոնկրետ ընկերությունը ներառվի արտահանողների ցուցակում, որից հետո նոր կարողանա համապատասխան արտահանում իրականացնել։ Հզորացման տեսական սկզբունքներից մինչև գործնական քայլեր, պետական, միջազգային կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների քննարկման օրակարգում կանանց ու աղջիկների տնտեսական ակտիվությունը խթանելու հարցն է։ Այսօր խոսելու ենք այդ միջավայրի մասին, թե ընկերություններում ինչ միջավայր պետք է ստեղծել, որպեսզի կանայք կարողանան օգտագործել իրենց ներուժը։ Դա կարող է լինել ցերեկային կենտրոններ, որտեղ երեխաները կարող են մնալ, դա կարող են լինել նույն կերակրող մայրերի համար սենյակներ, որտեղ որ իրենք կարող են կերակրել իրենց երեխաներին եւ աշխատանքը չընդհատվի դրանից։ Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով հետազոտությունները ցույց են տվել, որ այն ընկերություններում, որոնց ղեկավար կազմում ապահովված է գենդերային բազմազանությունը, կայացվում են կայուն ռազմավարական որոշումներ, գրանցվում են ավելի բարձր ֆինանսական արդյունքներ։ Նորընդունված կորպորատիվ կառավարման կանոնադրքի ուժի մեջ մտնելը կարևոր քայլ էր այս ուղղությամբ, մասնավորապես տնօրենների խորհրդի արդյունավետության եւ որոշումների օբյեկտիվության եւ հավասարակշռվածության ապահովման նպատակով կարևորվեց խորհրդի կազմի բազմազանությունը եւ կանոնագրքով հստակ սահմանվեց, որ ընկերությունների խորհուրդներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի 30%-ից։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $69.86։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $60.58։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ մեկ ունցիայի դիմաց հասել $2922։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 0.4%-ով եւ կազմել մեկ հատի համար $83457։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 12-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 393 դրամ 42 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 429 դրամ 6 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 53 լումա։